Բարև ձեզ, պարոն Տեր-Մկրտչյան, շնորհակալ եմ, որ համաձայնեցիք այս զրույցին։ Պարոն Տեր-Մկրտչյան, արդեն 3 հայտնի դարձավ, որ Հայաստանը բավարարել է Ադրբեջանի պահանջները խաղաղության պայմանագրի 2 կետերի մասով։ Նիկոլ Փաշինյանի խոսքը կարծեմ 3 լսել եք, խնդրեմ ինչ է սպասվում, մեզ համեցեք։ Այո, շնորհակալություն Մարիամ ջան, վաղուց էր արդեն պարզ, երբ սրանք եկան իշխանության եւ սկսեցին արդեն ուրեմն այսպես հասկացնել, թե ուր են տանում Հայաստանը։ Ցավոք սրտի մեր հասարակությունը նույնիսկ պատերազմից հետո թմբիրից չարթնացավ եւ այսքան հայտարարություններից հետո կարծեք թե չգիտեմ ինչ հարցով են այսպես կասկածում։ Չկա մի շաբաթ, որ Նիկոլ Փաշինյանը մի լավ բան չանի իր ազգակիցների, ազերիների եւ թուրքերի համար։ Ուղղակի այդպիսի շաբաթ գոյություն չունի, որ նա չանի մի հայտարարություն, որտեղ Ադրբեջանում ուղղակի ցնցան եւ երեք արդեն ադրբեջանական շատ տիրույթներում, սոցիալական կայքերում արդեն ադրբեջանցիները պատրաստում են, որ մտնելու են Զանգեզուր։ Գիտեք ցավ այստեղ որն է։ Իրենց ամբողջ այս խունտան տարիներ շարունակ մեղադրում են Ռոբերտ Քոչարյանին, որ դուք մեղրին եք ուզում հանձնել։ Հիմա այսինքն 10 տարի Ռոբերտ Քոչարյանը իշխանության էր, չէ՞, չեղավ։ Հիմա իրենք դա հանձնում են եւ դա համարում են նորմալ։ Ինչ վերաբերում է խաղաղության պայմանագրին, ուրեմն սա նորից ասեմ, ինքը այսպես սուտ հորինված թեզ է, երբեք չի կարող լինել մեկի հետ խաղաղություն, երբ դու գիշերը քնած ես եւ քեզ կացնահարում են եւ այդ կացնահարողին տալիս են հերոսի կոչում։ Դա չլինելու բան է։ Բնականաբար ինքը դրանով պետք է մի բան անեն, որպեսզի իրենց արդարացնեն։ Բայց այդ խաղաղության պայմանագիրը հատկապես երեք երբ հայտարարեցին, որ վերջին 2 կետերը համաձայնել են, սա նշանակում է, որ վաղուց էր սա արված։ Սա այն չէր, որ իրենք հենց նոր արեցին կամ գնալու են ստորագրել։ Ինչ է կարծում, պատահական էր, երբ որ սրանք այն Ռուբեն Ռուբինյանը գնում էին Թուրքիա, երբ Արաբաթը գնում էր այնտեղ ելույթներ ունենալու, երբ հաճույքով ասում են արդեն մտերմացել ենք, ընկերներ ենք դարձել, սրանք վաղուց են ստորագրել Հայաստանը լուծարելը։ Սա նոր չէ, իրենք ուղղակի արդեն ոչ թե պատրաստվում են ստորագրել, այլ արդեն բացահայտ այսպես օֆիցիալ հայտարարում են, որ Հայաստանը հանձնում է եւ դառնալու է թուրքական վիլայետ։ Այսինքն այս բոլոր այցերը եւ ցանկացած պահ, որ նրանք օգտագործել են, որպեսզի հանդիպեն, ես չգիտեմ, իրենց Պապա Էրդողանին լինի Նյու Յորքում թե այլտեղ, Եվրոպայում, այդ ամբողջի նպատակը այն էր, որ իրենք արդեն մանրամասն ամբողջը ստորագրել են, ինչպես են Հայաստանը այսպես սկուտեղի վրա մատուցելու ուրեմն Թուրքիային։ Ես հուսամ, որ մենք շուտով կանցնենք գործողությունների, որովհետև խոսել, լավ խոսել, շատ լավ խոսել, գերազանց խոսել շատերս կարող են անել, բայց այստեղ մեզ գործողություններ են պետք։ Ինչ վերաբերում է իր կոչված, իր ասած այդ խաղաղության թղթին, դրան անմիջապես անդրադարձավ ուրեմն Ալիևը եւ այդպես էլ պետք է լիներ, իրենց պահանջները անսահմանափակ են, ես ասել եմ, իրենք անընդհատ ինչ-որ բան են հորինելու, պետք է 300,000 ադրբեջանցի գա, հետո պիտի ասեն, սա պիտի անեք, հետո կգան կմտնեն տներ, ասեն պետք է, չգիտեմ, Թորգոմը ունի Նժդեհի գիրք, դա պիտի հանեք, այն մեկը ունի Մասիսի նկար բան պատից կախած, դա պիտի հանեք, այսինքն այդ պահանջները աննորմալ ձևի անընդհատ երկարելու է։ Եվ այդ խաղաղություն կոչվածը երբեք չի լինելու։ Իսկ ինքը որ հույս ունի, որ ստորագրելու է, որ րոպեի Նիկոլ այդ խաղաղության պայմանագիրը որ ստորագրեցի, 1000 ներողություն բոլորից հետ եւ մեր լսողներին, Ալիևը գնալու է արտակնոց, գործողությունը ավարտելուց հետո այդ խաղաղության պայմանագրի թուղթը տալիա ձեռդ, ասի արի սրբի, մի հատ էլ այտենց խփի դոշի, դեմ որ խփել էր Թուրքիայի դրոշն ու գիրքը տենց ուրախ Էրդողանի հետ, այտենց դե հիմա կգնաս բան նորից նկարվելու։ Այդ այա լինելու Նիկոլի խաղաղության, այդ ինչա թղթի վախճանը, բայց իհարկե երբեք չի լինելու, չի կարող լինել մեկի այդ խաղաղություն, որ մանկապարտեզից սկսած տրամադրում է իր ազգին, չգիտեմ, սերունդներին, որ պետք է մեզ ոչնչացնեն։ Իրենք ունեն մենակ մի ծրագիր, Հայաստանը չպետք է լինի, վերջ։ Ինչ վերաբերում է նաև այս Արաբաթ Միրզոյան կոչվածի այն հայտարարություններին, որ ինչ է, հա, հրաժարվում ենք ցեղասպանությունից, դա մեր համար այլևս արտաքին քաղաքականության մեջ առաջնահերթություն չէ, ինչպես նաև հայտարարեց, կարծեմ այնտեղ հրաժարվում ենք նաև միջազգային ուրեմն հայցերից, ընդդեմ դա Նիկոլի հետ համաձայնեցված։ Ներողություն, պարոն Տեր-Մկրտչյան, տեսեք, իրենք փորձում են այսպես անել, որ իբր փոխադարձ հայցերից են հրաժարվում, բայց
երեք թե Ալիևի հայտարարությունը, թե դրանից առաջ Հաջիևի հայտարարությունը, որ մի րոպե 30 տարվա համար ըստ իրենց, որ մենք իրենց պահել ենք այս կարգավիճակում, դեռ պետք է փոխհատուցումներ տրվեն, այն է դրամական այլևս։ Իհարկե, Թուրքը ինչպես կարող է ցանկացած շանս իր ձեռքից բաց թողնել։ Իրենք վայրի ցեղեր են եւ թուրքերն էլ ազերիներն էլ քաղաքակրթություն չունեցող, սրա նրա մշակույթը գողացած, իրենցով արած, ինչպես իրենք կարող են հնարավորությունը բաց թողնել, երբ որ կարող են մի բանից օգտվել եւ ձրի ապրել։ Դա բնորոշ է քոչվորներին եւ բնորոշ է վայրիներին։ Թուրքը չի փոխել իր ոչ միայն այդ պանթուրքիզմական ծրագիրը, այլև ընդհանրապես իր դիրքորոշումը վերաբերմունքը հայերի եւ ոչ միայն հայերի նկատմամբ։ Այսինքն գենետիկան այստեղ չի փոխվում։ Իրենք կարող են սիրուն հագնվել, սիրուն գեղեցիկ շոր ունենալ կամ չգիտեմ ինչ որ հանգստյան տեղեր սարքել, բայց գենետիկան չի փոխվում։ Հիմա Ալիևից, որ իրենք հրաժարվում են Ալիևի դեմ հայցերից, այն հույսով, որ Ալիևը իրենց կարող է լավություն անել, ասել, դե լավ հրաժարվեցին, ես էլ եմ հրաժարվում, ստորագրում ենք։ Ոչ, այո, շատ ճիշտ եք։ Նրանք բազմիցս են ասել, այդ 30 տարվա համար, որ իբրև դուք սեպարատիստներ եք, օկուպանտներ եք, գրավել եք մեր հողերը եւ, չգիտեմ, օգտագործել եք, հիմա պետք է աստղաբաշխական գումար մեզ վերադարձնեք, Հայաստանի Հանրապետությունը դա չունի, իսկ իրենք մեծ սիրով կասեն, չկա, մենք էլ մեր տարածք կտանք, ինչ ա եղել, դե Սյունիքը կտանք, ձեր ինչին ա պետք։ Այսինքն սարսափելին այստեղ դա է, երբ որ մի հանրություն, որտեղ մենք արդեն ազգից հետ եկանք ժողովուրդ, ժողովրդից արդեն վերածվում ենք ինչ-որ մասսայի, երբ հարմարվեցինք Արցախի կորստին, երբ հարմարվեցինք սրանց այս հիմարների գոյության այս իշխանությանը, երբ հարմարվեցինք Գորիս Կապան ճանապարհի հանձնմանը, երբ հարմարվեցինք Կիրանցի եւ այլ տարածքների հանձնմանը, երբ հարմարվեցինք, որ թուրքը մտավ Ջերմուկ եւ Վարդենից մեզ մորթեց, մեր կանանց մորթեց դրանց, երբ հարմարվեցինք նույնիսկ երբ սա գնաց եւ հայտարարեց, որ ճանաչում է ամբողջ Ադրբեջանի տարածքը, որ Նախիջևանը արևմտյան Ադրբեջան է, երբ հարմարվեցինք, որ ցեղասպանությունից են հրաժարվում, իսկ ինչ է կարծում վաղը չեն հարմարվելու, որ հրաժարվում են Սյունիքից։ Այս սա է ցավը, երբ այսքանը մեր սեփական աչքերով տեսնելով, մեր դիմաց տեսնելով այս ցեղասպանությունը, մենք կարծես թե ինչ որտեղ հապաղում ենք, սպասում ենք, որ ժամանակ ինչ որ բան կանի, չէ, ժամանակը ոչինչ չի անելու։ Եվ ձեզ ասեցի, որ հա, իրենց այս հայցադիմումները, որ ետ են վերցնում, իրենք սա անում են դիտավորյալ, տեսեք, ստեղծում են արհեստական, Թուրքի հետ պայմանավորված, ստեղծում են մի իրավիճակ, որտեղ էլ ոչ մի ելք չլինի անելու, ժողովրդին ասին մնացել է միայն սա, ինչ է դաժան պատերազմ եք ուզում, թե եթե չստորագրենք սա լինի, տեսեք ձեզ ինչ կանեն, այսինքն իրենք քիչ-քիչ պատրաստում են գնալ դրան, դա պարզ է, եւ ուրեմն ամբողջ այս իրենց այս հայտարարությունները սկսած 2018 թվականից երբ լկտիաբար Ալենը հայտարարում էր, որ պետք է ճանապարհները բացվեն եւ մարդիկ չէին հասկանում, եւ լավ հիշում եմ 2019 կամ 20-ի սկզբին էր ՄԱԿ-ում նրանք ստորագրեցին փախստականների վերադարձի մասին օրենք։ Դա ստորագրել են նիկոլականները, երբ սրանք եկան իշխանության։ Եվ այդ ժամանակ, երբ շատերս ձայն բարձրացեցինք, թե «Էս ինչ եք ստորագրում», ընդ որում Չեխիան ինքը հրաժարվեց եւ շատ երկրներ ՄԱԿ-ում հրաժարվեցին դա ստորագրելու, որովհետեւ երկրորդ համաշխարհայինի ժամանակ Չեխիայի հյուսիսային մասում գերմանացիներ էին ապրել, ովքեր արդեն գնացել էին Գերմանիա եւ 45 թվականից հետո էլ չէին կարող գալ։ Իրենք չստորագրեցին սա, բայց սրանք ստորագրեցին եւ սրա մասին բոլորը մոռացել են։ Սրանք ուղղակի տարեթիվը հիմա չեմ հիշում, 10 կամ 20-ի սկզբին ՄԱԿ-ում ստորագրեցին փախստականների վերադարձի մասին։ Վաղը բերելու են լցնեն, հետո իրավիճակ են ստեղծելու, որ այնքան շատանան սրանք, որ արդեն մենք դառնանք այստեղ փոքրամասնություն եւ ոչ հայ լինի, ոչ էլ Հայաստան, այսինքն իրավիճակ պիտի ստեղծեն, մեզ էլ կասեն, դե բա գիտեք ինչ կա, մնայեք, ոնց են արցախցիներին ասում, մնայեք պայքարեք։ Դե չեք պայքարել, Հայաստանը թողել գնացել եք ու դիտմամբ ստեղծում են օրենքներ, հորինում են ըստ չափսի, հա, տան մեծության պետք է աղբը հանձնեք, գիտեն, որ դա Երևանում շատերի համար, տարեց մարդկանց համար, նույնիսկ երիտասարդների դա դժվար է, բարձրացրեցին այս ուրեմն տան գույքահարկը, ահավոր թվերի, հա, երբ որ մարդիկ ասում են 50,000-ից հիմա վճարում ենք 500,000, իսկ 26 թվականից 800,000 դրամ։ Դե դուք պատկերացրեք, թե որքան է բարձրացրել եւ չեն կարողանում ապրել։ Եվ այս մարդկանց դրդում է, որպեսզի լքեն մայրաքաղաքը եւ իրենք ասեն, «Էստի համեցեք»։ Դրա համար էլ արդեն բացել են ինչա սահմանը,
մի հատ էլ բյուջեի հաշվին թուրքեր են բերել այստեղ եւ չզարմանանք, որ հանկարծ վաղը արթնանանք եւ արդեն տեսնենք, որ իրենք շատ ապահով այստեղ ման են գալիս։ Ես անցած անգամ ասեցի, ցավոք սրտի ես չեմ ուզում դա կրկնել, չնայած մեկ անգամ եմ ասել, երբ 20 թվականի պատերազմից հետո իմ աշխատատեղում մի ազերի Չեխիայում ինձ ասեց, դու հələ չգիտես մենք ինչ ենք անելու ձեր գլխին։ Մենք գալու ենք ձեր երկիր, ինչ ուզենանք անենք, դուք մեզ մի բան ասեք, ձեր ոստիկանները ձեզ դրա համար ասես ծեծելու են եւ բերդ տանեն։ Այ սա լինելու է այն ամենասարսափելի ողբերգությունը, որի մեջ որ մենք ապրում ենք։ Իրենց այս կոչված խաղաղության, ես չգիտեմ, ինչ էս հորինացներից։ Հիմա սա գնացել է Գյումրի, ուրեմն տեսեք, այն որ արդեն բոլոր իրավաբանները, հա, արդեն խոսեցին սրա մասին, որ Քարոզ Արշավը չի սկսել, ինքը արդեն Քարոզ Արշավ է անում։ Խախտում են իրենց ամեն ինչ կարելի է։ Այստեղ ոչ դատախազություն կա, ոչ մարդու իրավունքների պաշտպան, որովհետև բոլոր իրար գրպանի շուն են, բառից բուն իմաստով։ Նույն այդ բանն են, դուխով տրյապկեկն են։ Եվ նույն երգն է երգում։ 7 երգ գիտեմ, 7-ն էլ չգիտեմ, հա, դրա մասին։ Նորից նախկինները կոպեկ առկոպեկ հետ են բերելու։ Եթե դու կոպեկ առկոպեկ հետ բերող ես, այ փաշողլի, նոլդու, այդ որ քո երգում են ազերիները նկարը գետնին դրած ոտերով սրբում են, ուրախանում են վրան։ Դու սկսի Լևոն Տեր-Պետրոսյանից եւ բանից, այն ինչա Սուքիասյանից, ճիշտ եմ չի ասում ազգանունը, հայ էկոնոմը հիմա որ պատգամավոր է։ Դու սկսի դրանցից Լևոն Տեր-Պետրոսյանի աճեցրած առաջին համարն եք օլիգարխից, որ ամբողջ սիլաչի ու սարիթաղ իրանցով են արել ու ես չգիտեմ ինչքան բանկեր են արել։ Եթե դու նախկիներից ես խոսում, այն նախկիներից, որի շունն էր դու եւ դրանց ոտի տակ էիր մնում եւ դրանց պիցա ցերողն էիր։ Դու սկսի դրանցից հələ։ Այ դու դրանց անունը դու Լևոնի եւ իր թիմի։ Բայց այդ իր հունից դուրս գալը ձեզ ինչով էր պայմանավորված, ինչու էր այդպես իրեն կորցրել։ Շատերը ասում են, որ նաեւ մամուլում հրապարակումներ կան, որ ԿՊ-ի փակնիստերն էլ վերջին բավականին լարված են անցնում, ըստ էության ասում են հողը ոնց որ ոտքի տակից գնում է։ Այո, իր օրերը հաշված են, տեսեք Մայրամ ջան, հոգեբանությունը հրաշալի գիտություն է եւ այն ուսումնասիրում է մարդու միտքը եւ մտքից դուրս եկող վարքը եւ իր այլայլված դեմքի, ձայնի տոնայնության փոփոխության մեջ, աչքերի նայվածքի եւ նման շարժումների, հատկապես այս վերջերս առաջ շատ էր, չէ՞, այսպես տենց իր ասած դուխով խոսում եւ այս ամենը ցույց է տալիս, որ ինքը շատ լավ գիտի ինչ է իրեն սպասվում։ Ինքը շատ լավ հասկանում է, որ այն ինչը սղծրեց այսպես մի ձևով, հա, իրենց այդ բանը արբանյակներով Երևանի քաղաքապետի ընտրությունների ժամանակ, հիմա Գյումրիում դա անել չի կարող եւ այն աստիճան է, որ արդեն նույնիսկ վախենում է, որպեսզի գնա ծայրահեղությունների, որովհետեւ հասկանում է, թե ինչ կարող է տեղի ունենալ։ Այո, դա է պատճառը, որովհետեւ ինքը գիտի իրեն ինչ է սպասվում, ինքը գիտի ոնց է բոլորին գցել, բանը անամոթի նման մեկ վազում էր Մոսկվա Պուտինի ոտերի տակ, մեկ վազում էր Մակրոնի, մեկ չգիտեմ Վաշինգտոն, մեկ Շոլցի մոտ, հիմա արդեն որ մնացել է անտեր, թքում են վրան էլ բանի տեղ չեն դնում, ինքը ունի միայն մեկ տեր Էրդողան եւ ինքն էլ գիտի, փաշողլի, դու էլ լավ գիտես, որ երբեք թուրքը քեզ չի պահելու, նա դավաճանին չի ներում եւ հիմա ամեն ինչ անում, հեսա մուռ է ուսում հանել, հասկանում եք ազգից, ամեն ինչ անում է, որ ինքը մնա, պատկերացրեք կգնա ամենաստոր կեղտոտ քայլին, որ վերջին րոպեին կարող է սահմանները բացել տալ, թուրքերին լցնի այստեղ, ինչ է, որովհետև այդ իր մանկությունից է գալիս, ինքը այսպես չկայացած էր, հիմա ուզում է ինչ-որ մի բան անել, ամեն հարցում ծախողված է եւ մի վերջին վատություն է ուզում անել ազգին, դե ասում էր, չէ, բա ուզում եք մերժեցինք Սերժին, բա Սաշիկ եք ուզում հետ գա, բա ես եկել եմ, չէ, տեսեք իրենք չկան, այդ իրենց հիմար այդ բաներով էլի, որ sense խափում են մարդկանց, բա դե հիմա դե եթե ուզում եք, դե հիմա տեսեք ես ձեր գլխին ինչ կանեմ։ Սա վերջին պահը թողում է Մուրհանի, իսկ ինքը շատ լավ գիտի եւ նորից եմ ասում, վերբալ հոգեբանությունը հստակ տալիս է ուրեմն նրա հոգեկան վիճակը, որ նա սարսափելի վախերի մեջ է եւ թող իմանան այն մարդիկ, որովհետեւ ես հիմա իմ շրջապատում շատ լավ գիտեմ, այն որ ատամներով պաշտպանում էին իրեն, հիմա անունը չեն տալիս, որովհետեւ լավ գիտեն, որ ուշ թե շուտ պատասխան են տալու։
հատկապես ուժայինները եւ հատկապես սահմանադրական դատարանը, երբ սա այսքան ոտնահարեց սահմանադրությունը, աշխարհում ոչ մի երկիր չկա, որ երկրի ղեկավարը այս կարգի ոտնահարի սահմանադրությունը եւ նրա նկատմամբ ոչ մի քրեական գործ կամ անձեռնմխելիություն զրկել կամ չգիտեմ անվստահություն հայտնել չլինի։ Սա է պատճառը, նա լավ գիտի։ Մարիամ ջան, եւ այն որ ասում էր հատիկ հետ եմ բերելու, այդ հատիկը հիմա գնա այն 200 գործարանները, որ Հայաստանում աշխատում էին եւ գործում էին եւ մարդիկ աշխատում էին, գնալ Լևոն Տեր-Պետրոսյանի ժամանակ, որ քանդեցիք, վաճառեցիք, որ շատ մեծ մասը հիմա տարածքները վերցրել են եւ այն ժամանակ կոպեկներով վերցրել են, դե գնա իրանցից հետ բեր։ Բայց ավելի կարևոր բան են ասում, հատիկ վերադարձրու Արցախ, Արցախի գյուղերը, Տավուշի գյուղերը, ռազմագերիներին վերադարձրու ի վերջո։ Բայրամ ջան, դա իրեն չի հետաքրքրում։ Հասկանում եք, իրենք չեն քննարկում։ Տեսնում եք, իրենց Արցախի մասին հարց եք տալիս, այն Ալենչոին, հիստերիայի մեջ են գնում։ Իրենց դուք Արցախի մասին հարց եք տալի, գերիների մասին, պատմամշակութային, իրենք արդեն հասել են այն աստիճան սրանց այդ լկտույությունը, բայց սա վախից է գալիս, ներքին վախից, որովհետև գիտեն ինչ է լինելու, որ ցեղասպանությունից են հրաժարվում, այսինքն ասում են մենք ամեն ինչ կանենք, մենակ թուրք մեզ պահի, մենք ամեն ստոր բան կգնանք։ Իրենք դա հասկանում եք, իրենցից պահանջել մի բան, դա անիմաստ է։ Դա նման է մի բանի, որ ասենք մի տականք բազմաթիվ ասենք անչափահաս երեխաներ, աղջիկները բռնաբարել եւ իրենցից պահանջել, ասենք, ինչ որ բարոյական բացատրություն, չի կարող նման բան լինել։ Հիմա որ իրեն ասենք դե Արցախը հետ բեր, դե սա բեր, դե նա բեր, իրենց դա չի հետաքրքրում։ Իրենք հենց դրա համար են եկել, որպեսզի Արցախը մեզանից տանեն։ Էլ ինչի ինքը խոսա թե ինչպես հետ բերի։ Ինքը իրենք նման բաներից էլ չեն խոսելու։ Այս է այդ իրենց գալու նպատակը, հա, այսպես կարճ որ ասեմ, իհարկե ոչ միայն Արցախը եւ ոչ միայն գերիները, այստեղ շատ ուրիշ հարցեր կան, տեսեք, ադրբեջանցիները, դա էթնոհոգեբանություն է, ազգային հոգեբանություն, շատ ազգեր կան, հա, ժողովուրդներ այսպես, մինչև հիմա օրինակ իրենք փնտրում են իրենք որտեղից են, ով են, ուզում են այսպես իրենց տեղավորել աշխարհի քարտեզի վրա։ Նույնիսկ ժամանակակից ազգեր ձեզ ասեմ, նույն ցակումնաբանական խնդիրը ունի Չեխիան, չնայած որ Չեխիայի պետությունը, պետականությունը սկսել է ձևավորվել 9-10-րդ դարում, 1000 տարի է, բայց նույնիսկ այդ հարցում իրենք բազմաթիվ քննարկումներ են անում։ Իրենք արդյոք սլավոնական են, գերմանական ծագում ունեն, իրենք ով են։ Այս ամենամեծ խնդիրը նաև ազգների մոտ է։ Էլ ասեցին ալբանացի ենք, էլ թաթար ենք, էլ չգիտեմ ինչ ենք, այս իրենք ուզում են ամեն ձև իրենց Երևան, բայց ամենամեծ ողբերգությունը նա է, որ այս տականքներ ասեցին, որ սա ձերն է, որ դուք այստեղ եք եղել։ Այսինքն իրենք հորինում էին դա աշխարհին ցույց տալու համար։ Սրանք եկան թղթով եւ կնիկով ասեցին սա ձերն է, սա ձեր պատմական երկիրն է, ձեր պատմական հայրենիքը, սա ձեր հողերն է, մենք ճանաչում ենք։ Այսինքն իրենք միատնեց նվեր են արել։ Այդ տարածքները ամեն ինչը կապված, ուշ թե շուտ մենք վերադարձնելու ենք, ասել են ոչ միայն դա, այլև եւ Նախիջևան, Գանձակ, ուրիշ հարցեր են լինելու։ Ընդդուք մինչև Կարս անի այդ օրը գալու է, ես առավել քան վստահ եմ այդ օրը գալու է, որովհետև Նժդե, Մոնթե, Ալբերտ, այս ծնած այդ 18 տարեկան տղաները, որ բաց դաշտում բայրակթարերի դեմ կռիվ էին տալիս, նման սերունդ ունեցող ազգը, երևի էս էլ էր պետք, ես չգիտեմ, շատ սխալ է այսպես ասել պետք, բայց այս սրա միջով էլ մենք պիտի անցնենք, միգուցե ես չգիտեմ, որ ավելի լավ հասունանանք, որ հասկանանք թշնամինով է, որ գուցե մաքրվենք, գուցե սա նաև նրա համար է, որ այնքան են կեղտոտվել, որ այս մի տեսակ բյուրեղանում ենք, արդեն լրիվ դեմքերը բացվում է եւ տեսնում ենք, թե ինչ է տեղի ունենում, կատարվում մեր շուրջը։ Ուրեմն նաև այսօր չգիտեմ հասցրել եք Սանթանալ ազգային ժողովում Արարատ Միրզոյանի հայտարարություններին։ Չէ, այսօր չեմ հասցրել, ինչ են Տեսեք, ամեն դեպքում ըստ էության իրենք նորից այդ անընդհատ եւ ոչ միայն Արարատ Միրզոյանը, նաեւ երեկվանից կարծեմ տեսակ Արայիկ Հարությունյանը գրառում է անում դուխները չգցեք, կա Չախոյան, Տարոն Չախոյան, կարծեմ ասում է բանը, դե որ դեմ եք այս փաստաթղթին, դուք եք պատերազմ ուզողը, ես կխնդրեմ այս մասով ձեր գնահատականը տակ։ Այո, տեսեք, Մարիամ ջան, ինչից խոսում ենք, գալիս պատտվում ենք նույն տեղը։ Այսինքն իրենք հասկացնում են մեզ, եթե դուք չստորագրեք, չհամաձայնվեք, պատերազմ է լինելու եւ ավելի դաժան։ Հետո կասեմ, բա տեսակ մենք ձեզ ասում էինք։ Այսինքն հասկացնում են, որ
իրենք դրա համար դիտավորյալ թողեցին, որ Արցախում այս դաժան պատերազմը լինի, որ մենք այս հրաշալի սերունդը կորցնենք, այս դաժանությունը մինչև հիմա ծնողները իրենց զավակների տեղը չգիտեն, որպեսզի մռմռացնեն ազգին եւ դրանով վախեցնեն։ Այս սա է, որ ասում են դե պատերազմնի կգնանք, հետո պատասխանատվությունը նորից գցեն իմ, ձեր եւ մյուսների վրա։ Սրա համար են դա անում։ Սա ընդհանրապես որպեսզի իրենք հետո, երբ տեսնեն, որ չեն կարող միջանցք տալ, ես չգիտեմ, չի կարող ազերին ազատ այստեղով գնալ գալ, հա, հասնել մինչև Նախիջևան եւ այլն կամ գալ այստեղ, իրենք հրահրեն դիտավորյալ պատերազմ եւ ասեն, բա տեսեք դուք եք մեղավոր, հազիվ մենք բան ենք եղել, այսպես ասած, բոլոր կետերի շուրջ համաձայնվել ենք, որ սա լիներ, իսկ ինչ վերաբերում է իրենց դուխները չգցեն, սա եւս մեկ անգամ իրենք խոստովանում են, եւ դու քո դիմացինին ու մի թիմի մեջ ես դու Եվ դու դիմացինիդ ասում ես դու խդ մի քիչ, ուրեմն դու արդեն գիտես որ գցելա որ ասում ես մի քիչ, դու գիտես ինչ խնդիր կա։ Կամ դու գիտես ինչ եք արել եւ ըստ էության փորձում եք հանրությանը, եթե չեմ սխալվում, նույն Արայիկ Հարությունյանը քրիշեք, որ Պրահայում էր թե Գրանադայում, որ առանց Ալիևի, Նիկոլ Փաշինյանը, Մակրոնը, Շարլ Միշելը կարծեմ հավաքվել էին, էլի ինչ-որ փաստաթուղթ ստորագրվեց առանց Ալիևի Ադրբեջանի, այո, դրանից հետո էլ ինքը նմանատիպ գրառում արել, որ չգցեք դուխները, տեսակ ինչ արեց Նիկոլ Փաշինյանը դեն, այսինքն իրենք լավ գիտակցում են իրենք ինչ սարսափելի քայլերի են գնում։ Իրենք ոչ միայն գիտակցում են ինչ սարսափելի քայլերի, իրենք գիտակցում են, որ ինչ սարսափելի պատժի մեջ են ընկնելու, որովհետև ամեն կերպ փորձում են որպեսզի իրենց կարճած պահեն աթոռից եւ լավ հասկանում են իրենց է զգուշացնում են, ասում են այս դատարաններից, չգիտեմ, դատախազներից սկսած, որ դուք գնացիք, բա մեր վերջը ինչ է լինելու։ Դու մեզ ասել ես, որ սրա վրա գործ կարենք, անօրինական է, բացահայտ գիտենք Էդգար Ղազարյանի նկատմամբ ինչ է կարել, այս մեկի նկատմամբ ինչ է կարել, այն մեկի նկատմամբ ինչ է կարել, երբ որ դու բացահայտ ասեցի, որ պատերազմել չներ, նույն արդյունքներ լինելու եւ մենք քրգործ չենք հարուցել, բա մենք ինչ ենք պատասխան տալու մեր երեխաների հետ։ Այս ժողովրդին ինչ ենք ասելու, երբ որ դու թռար, ընդունենք այստեղից փախար, մենք ինչ ենք անելու։ Իրենք նորից եմ ասում, շատ լավ հասկանում են ինչ են արել, ինչի մեջ են եղել եւ ինչ է լինելու։ Չեչենը մի լավ, այսպես չեչենական ասացված կա, ասում է, որ աղը կերել ես, ուշ թե շուտ ջուրը պիտի խմես։ Իրենք շատ լավ գիտեն, որ խմելի են Մարիամ ջան այդ ջուրը, որը շատ դառն է լինելու։ Ես մի քանի կետերի նաեւ անդրադառնամ, հա, տեսեք, ուրեմն ճանապարհի հետ կապված մենք քննարկեցինք, երբ որ հա, այսպես ամեն բան անում են, որպեսզի մեղադրեն կամ չգիտեմ ասեն նախկինները Քոչարյանը եւ աչքովս ընկավ մի քանի օր առաջ 1000 ներողություն նորից մի եվրոպորնուհի, ովքեր որ միլիոններ են ստանում, որ այստեղ ասեն վայ գիտեք էդի մենակ ռուսը մեղավոր ռուսը արևմուտքը մեզ փրկի Թուրքիան էլ մեզ կպաշտպանի, հələ դուք սրանց մակարդակը տեսեք, Զավեն Օղլին էլ ասում էր բանը Թուրքը կգա մեզ կպաշտպանի, թե ումից ես չգիտեմ Թուրքումից պիտի ինձ պաշտպանի Թուրքը, տեսեք ինչ է ասում այս տականքը, այդ աղջի կոչված անունները չեմ տալիս, որ չգովազվի, բայց մեզ լսողները գիտեն, ասում է Քոչարյանից թալանը հետ բերեք, որ երկիրը զարգանա, այ ողորմելի փնթի, 7 միլիարդ դուք եք կերել, Քոչարյանի ժամանակ համ արտագաղթն է իջել, համ էլ տնտեսությունը վերել կա ապրել, դուք եք լափել, մենակ 6 միլիոն դուք տարաք Սնուփ Դոգի համերգի եւ օդ ցնդեցիք, հեծանիվ քշելու համար միլիարդներ եք ուտում, ճանապարհներ եք սարքում, բոլորը քանդվում են, մի հատ տեղ եք գնում գալիս, ձեր ազգուտակին տանում եք միլիոններ եք ծախսում, ասում է հետ բերեք, որ բանը, ինչա, երկիրը բարգավաճի, բա իմ ասածն է, գնա հələ հետ բեր, գնա Լևոնին 200-ից ավելի գործարաններ, էլ Ալմաստի գործարան, ինչ բաներ, որ սովետական Դրանց պետք չի անդրադառնալ պարոն Տեր-Մկրտչյան, որովհետև այլևս հնամաշ են իրենց հայտարարությունները, այլևս իրենք չեն կարող հասարակությանը կերակրել իրենց այդ ստերով։ Իրենք չեն կարողանում, բայց իրենց միակ թեման դա է, եւ քանի որ իրենց չեն հակադարձում Մարիամ ջան, այդպես է լինում։ Տեսեք, անցած ուրբաթ ես ձեր մոտ էլի, հա, մենք խոսեցինք Սիրիայի դեպքերի մասին եւ տեսանք շաբաթօր ինչ եղավ։ Երբ որ երկար ժամանակ, ասենք, հետևում եք ինչ-որ իրադարձությունների, լուրերի եւ տեսնում եք ինչ է կատարվում, արդեն պարզ պատկերը երևում է ինչ է լինելու։ Եվ մենք տեսանք, թե ալավիտների ինչ արեցին, եւ հիմա ես հիշեցնեմ։ Երբ որ Բաշար al-Ասադը գնաց փախավ մի խոսքով արդեն Սիրիայում չէր,
եւ եկավ այս նոր ուրեմն տերորիստական խումբը եւ ձեզ ասել եմ օգնությամբ Թուրքիայի, Իսրայելի, իսկ իրենց թիկունքում ամերիկաներ կանգնած, որտեղ Թուրքիա հիշեք, այնտեղ Իսրայել եւ Ամերիկա, դա միշտ այդպես է լինելու, դա սիոնիստական ուրեմն այդ եռանկյունին է։ Ուրախացել էին, մի Ֆրանսիան շնորհավորում էր սիրիացի ժողովրդին ձերբազատվեցիք, այստեղ էս արևմտակ կեղտերն էին ասում, կեցե նոր Սիրիան ազատվեցիք, դուք հիմա ազատ եք ապրելու, Գերմանիայում դուրս են եկել Բերլին նոր դրոշով ծափ էին տալիս, ու ասում եք ուռա, այնտեղ բան չկա, հա, հատկապես տեսեք ինչի վրա են շեշտը դնում, ռուսական զորք չկա։ Դե հիմա արևմուտքն այնտեղ եւ ամերիկյան բանակը, բա ոնց թույլ տվեցիք, որ 6000 հոգու մի օրվա մեջ սպանեն։ 6000 մարդու մեկ օրվա մեջ։ Այդ ձեր արևմուտքի սիրելի Սիրիայի ղեկավարը չի։ Բա ոնց թույլ տվեցիք դա։ Բա ոնց եք թույլ տալիս։ Արդեն դա կարելի է, չէ՞։ Իսկ ու ինչի համար, որովհետեւ նա սա Բաշար al-Ասադի սխալն էր, երբ որ Էրդողանն ասում էր դու իմ եղբայրն ես։ Ինչ է նշանակում, երբ դուք վստահում եք Թուրքին։ Ինչ էր նշանակում, երբ վստահեցին Թուրքին, երբ Հունգարիայում մեր սպային Գուրգեն Մարգարյանն ուրեմն կացնահարեցին։ Եվ այսքանից հետո իրադարձությունները բազմաթիվ են։ Գրիգոր Զոհրաբի երբ որ տարան սպանելու կանչում էր ասում էր Սուլթանի ընկերն են, մենք մասոնականին օծնակից ենք։ Ծիծաղեցին տարան եւ մեծ քարի վրա գլուխը դրեցին եւ ջարդեցին։ Մոռացել են այս ամենը։ Ամեն անգամ ինչ է հիշեցնենք Մարաղայի ջարդերը 2023 թվականի Թաղավարտ գյուղը եւ ընդհանրապես Սումգայիթի ջարդերը, Բաքվի ջարդերը, Շուշվա ջարդերը 1920 թվականին եւ ընդհանրապես ամեն անգամ հիշեցնենք, որ այս ազգը հասկանա, որ Թուրքին չես կարող վստահել։ Դու չես կարող վստահել մեկին, ով քնած ժամանակ ես կացնահարում է, հետո իրեն հերոսի կոչում են տալիս։ ՆԱՏՕ-ի խաղարարար զորավարժությունների ժամանակ։ Այո, Մարիամ ջան, այն ՆԱՏՕ-ն ամերիկյան ես քանի որ պատրաստվում էի, բայց այսօր էլի չենք հասցնի, ուրեմն ՆԱՏՕ-ի պատմության եւ որոշ դրվագներ Ուկրաինայի հետ կապված ասելու, բայց մի հոդված ասեմ, հոկտեմբեր ամսվա 2024 թվականի եւ գրել էր The American Conservative, քանի որ իրենցից են Ստոլենբերգներ, եթե չեմ սխալվում, Ստոլենբերգներ գնացել էր Ադրբեջան։ Վերնագիրը հետեւյալն էր. ՆԱՏՕ-ն իրեն խայտառակեց Բաքվում։ Այդ նույն ՆԱՏՕ-ն, որ Սերբիայի պատմական տարածքը, որտեղ որ 15-րդ դարում սերբ ժողովուրդը սատկացրեց ուրեմն թուրքական զորքերին Կոսովոյի դաշտում, վերցրեցին նվեր տվեցին բանի Կոսովոյի ալբանացիներին, եւ որ կար Ալբանիա պետություն, կարող են գնալ այնտեղ ապրել, կամ ապրել Սերբիայի տարածքում սերբ ժողովուրդը բան չէր ասում։ Բայց դիտավորյալ եկան այնտեղ ինչա Կոսովոն մտցնեն ՆԱՏՕ-ի մեջ։ Ահա թե ով է ՆԱՏՕ-ն, առանձին պետք է անդրադառնամ, որ այս պատկերը կապված ՆԱՏՕ-ի հետ པարզ լինի։ Այս ցես թվում է Ուկրաինայի խաղը որն է, որ ուղղակի ՆԱՏՕ-ի զորքերը գային մոտենային, որ հետո ինչ ուզենային անային։ Սա նորից եմ ասում, առանձին երկար թեմա է, ես կխոսեմ սրա մասին։ Բայց մի քանի բան Մեծ Ընթումանյանը ճիշտ էր, սիրելի հայ ժողովուրդ, երբ ասում էր մենք ներսից ենք նեխած եւ փրկությունը գալու է ներսից։ Հենց այս սա է պատճառը, երբ որ մենք չենք ուզում հասկանալ, որ հեղափոխությունը պիտի լինի այստեղ եւ մենք պիտի փոխվենք։ Պիտի փոխենք մեր դիրքորոշումը, վերաբերմունքը, պատմությունից դասեր քաղենք։ Եվ մի երկու օր առաջ մեկ էլ մի անճոռնի, ոչ թե կին, այլ կնիկ, ուրեմն Սոնա Սաքունց մի մեծ հոդված էր գրել ինքնախոստովանություն, մեծ տարածվեց համացանցում, այսպես քննադատում էին, նաև ամոթանք էին տալիս։ Եվ այս լկտին ինչ էր գրել այս կինը, որ իբրև արդեն ինքը հիասթափված է Նիկոլից, որ 2020 թվականի նույնիսկ պատերազմից հետո ես փորձեցի քեզ արդարացնել, մեղադրել միայն գեներալներին, ասում եմ, եւ մեկ օրվա մեջ իմ հոդվածը կարդացել է մոտ 700,000 մարդ։ Հիմա հասկանում եք սրանք ինչ են արել։ Այսինքն այդ ժամանակ ոնց որ հիմա Ռոման Բաղդասարյաններ ու չգիտեմ Խոշուձյաններ կան, սնում են այդ փողերով, որպեսի լվան ժողովրդի գլուխը, եւ հիմա երբ որ դու տիկին առանց գետինը մտնելու խոստովանում ես այդ մեծ հանցագործությունը, քեզ թվում է դու պետք է ներվես, իհարկե ոչ։ Ես կոնկրետ քո նմանին, քո տեսակին, ինչպես նաեւ մի քանի ազգական ունեմ այստեղ երբեք չեմ ներելու, որովհետև այն ինչ եղավ 20 թվականից հետո, եղավ հենց ձեր պատճառով, որովհետև 21 թվականին գնացիք եւ դուք ընտրեցիք։ Ես չեմ կարող ներել մեկին, ով թույլ տվեց, որ իմ հայրենակիցները զոհվեն, ով թույլ տվեց, որ 150,000 արցախցի կորցնի իր տունը, ով թույլ տվեց, որ թշնամին ծաղրի մեզ եւ ռազմագերիներին պահի այնտեղ։ Ընդ որում նորից մեր ռազմագերիներին անցնելով, ասեմ Մարիամ ջան, այսպեսի բան կա, չէ՞, ավելի լավ է շղթայված ազատ լինես, քան ազատության մեջ ստրուկ։ Այ հիմա տեսեք, մեր սա կարգավիճակն է։ Մենք կարծեք թե այստեղ ազատ ենք, բայց մենք ստրկացած վիճակում ենք,
բայց դուք տեսեք այդ տղաներին թշնամու բանտում են, բայց իրենք ավելի ազատ են, որովհետև իրենք շատ լավ գիտեն ինչ են արել եւ ինչի են գնում, իրենք շատ լավ գիտեն, որ հայրենիքը ամենաբարձր արժեքն է եւ երբեք չի կարելի հայրենիքից հրաժարվել։ Այ Լևոն Մնացականյանի նման, հա, մեծ տղաներ են հիմա պետք, շուտով կլինի։ Եվ մեկ-երկու բան էլ անդրադառնամ, Եվրախորհրդարանը երեք այսպես ընդունեց, հա, որ ռազմագերիներին վերադարձնեն անհապաղ, ինչպես նաև արցախցիները վերադառնան։ Ինչ են հանկարծ սրանք հիշել այս հարցերը։ Ինչ է, մինչև այսքան ժամանակ չգիտեին, այդ որ COP20-ին էին կազմակերպում չգիտեին, այդ որ Ալիևին կանչեցին Մյունխեն անվտանգության գագաթնաժողով այդ չգիտեին, այդ երբ որ COP29-ի ժամանակ ամերիկացի սենատորին բառիզբուր իմաստով տշեցին Բաքվից, անամոթի նման դրանից հետո նոյեմբեր ամսին Բայդենը շնորհավորեց հրաշալի կազմակերպելու համար, մինչև սենատորին բառիզբուր իմաստով տշեցին ուրեմն Բաքվից։ Այդ ժամանակ դուք չգիտեիք ռազմագերիների մասին, այդ ժամանակ դուք չգիտեիք իրենք ով են։ Ես նորից օրինակը նորից հիշեցնեմ Գուրգեն Մարգարյանի, այդ դուք չգիտեիք ազերին ով էր, բա ինչ արեցիք։ Այդ էլ եվրոպական երկրում էր եղել, Շենգենյան գոտում, Եվրամիության եւ ՆԱՏՕ-ի տարածք գոտում, չէ, Հունգարիայում։ 2009 թվականի նույնիսկ Եվրատեսիլի ժամանակ, եթե չգիտեմ այդ տեղեկությունը երբեք ընկել է ձեր աչքով թե ոչ, Մարիամ ջան, ուրեմն Ջան Ինկա եւ Անուշ Արշակյանների երգը, ուրեմն Ադրբեջանում 40 հոգի քվեարկել էր Հայաստանի օգտին։ Եվրանյուզը ցույց տվեց, թե ոնց են գտել այդ մարդկանց ու քարշ տալով տանում էին, ծեծում էին։ Բայց դուք մի հատ սանկցիա արեցիք, այսքանը որ ես տեսել եմ, ես գիտեմ ու բազմաթիվ բաներ, ձեզ թվում է հիմա ես պիտի հավատամ, այս ինչ կապիկություն եք անում։ Դա նմանն է նրան, որ ես գնամ բժիշկեի, բժիշկը գիտի, որ ես խնդիր ունեմ, բայց ինչ չի բուժում, տանում բերում է, ավելի է վատանում իմ վիճակը, հետո նոր փորձում է ասում, դե գիտես, արի հիմա բուժեմ։ Այն ժամանակ անեի, ասենք ես իմ առողջությունը կամ չգիտեմ ինչ որ բանը չկորցնեի։ Հիմա նույնը սրանցն է։ Սա նպատակ է հետապնդում, ասեմ ինչ է։ Որովհետև Եվրոպան հատկապես այս դեպքերի հետ կապված է, երբ որ Ամերիկան է, որ ասում են մեր դաշնակիցները իրար չեն գցում, երբ որ արդեն գցեցին Ուկրաինային, հասկացան ինչ է տեղի ունենալու, հիմա իրենք դեռ չեն ինքնահաստատվել, որովհետև այդ ընթացքում, որ եղել է պատերազմներ, չի եղել 49 թվականից այս կողմ, եւ իրենք հիմա պիտի ինքնահաստատվեն, ուզեցին Ուկրաինայում չստացվեց, Վրաստանում չստացվեց, Մոլդովայում էսպես կիսատ պրատ, հիմա մի հատ էլ Հայաստան են փորձում եւ ուզում են սա վստահության քվե ձեռք բերեն, որովհետեւ արդեն հասկացան, որ մեր ժողովուրդը այլևս չի վստահում իրենց եւ հասկանում է, որ իրենք հարց լուծող չեն, իրենք քցող են, սա մեկ, երկրորդը իրենք շատ լավ հասկանում են, որ ինչպես շատ խորշում են նախկիններից, հատկապես նախկին երկու նախագաներից, երկրորդ, երրորդ եւ այսպես շարունակ եւ շատ լավ հասկանում են, որ եթե Նիկոլը թռավ, շատ բան է բացահայտվելու եւ բացահայտվելու է իրենց հետ կապված եւ իրենց մեղադրելու են, ասեն ընկեր ջան, դա 2024 թվականի այդ որ նռնակ էիք գցում ցուցարարների վրա, այդ որ մարդկանց ծեծուն քարշ էիք տալիս, այդ որ նամակներ էիք փոխանցում ձեզ, բայց ինչի չէիք պատասխանում։ Հիմա իրենք ամեն բան անում են, որպեսզի փորձեն այս խամաճիկին պահել, որ խայտարակ չլինեն։ Եվ մենք էլի միամտաբար հավատում ենք, ոչ, մենք ներսից ենք նեղած եւ փրկությունը պիտի լինի ներսից։ Եվ որքան էլ որ հիմա փորձեն, նույնիսկ եթե իրենք ճնշում գործադրեն եւ Ադրբեջանը վերադարձնի, որը շատ խիստ կասկածում են, միևնույն է, այն կորուստը, որ մենք ունեցել ենք, իրենք այդ կորուստը կազմակերպել են 2022 թվականի հոկտեմբերի 7-ին Պրահայում, Մակրոնի եւ Շոլցի ներկայությամբ Էրդողան, Ալիև եւ Փաշօղլի եւ 23 թվականին Գրանադայում ստորագրելով եւ ճանաչելով Ադրբեջանի ամբողջական այդ ինչա բանը տերիտորիան, այնպես որ այս իրենց հիմա այստեղ որ կապիկություն են անում, որ դուրս են եկել գերիներ են պահանջում, սա են պահանջում, նա են պահանջում, ոչ, դուք շատ լավ ժամանակին կարող եք անել, մեզ մեղադրում եք, ասում եք կամ հիմա էլ եք ասում, բան դուք հապկի մեջ եք, այնտեղի հայտարարություններ, ասենք օրինակ Գերմանիայի եւ այլն Լեհաստանի, ինչի մենք պիտի օգնենք, դուք Ռուսաստանը մեր թշնամին է, դուք էլ իրանց հետ բանը պայմանագրի մեջ եք, ինչի պիտի ձեզ օգնենք, բայց 2022 թվականի փետրվարին նույն Ռուսաստանը Ադրբեջանի հետ կնքեց դաշնային համաձայնագիր, բայց Ադրբեջանը ինչի եք պատժում, ինչի չեք պատժում կներեք Լուկաշենկոյի նման, որովհետև այս ամբողջը
կեղտոտ խաղեր են, կեղտոտ, եւ ընդհանրապես գնում է, տեսնում եք, ռեսուրսի, կապիտալի պատերազմ եւ կռիվ։ Եվ թերևս ես 1-2 խոսքով ամփոփեմ եւ դիմեմ մեր հայրենակիցներին, աչքովս ընկավ մեր շատ սիրելի դերասանուհի, այսպես Գրետա Մեջլումյանի հետեւյալ խոսքերը մի հատված մեջ բերեմ, այս աշխարհը մարդակերի աշխարհ է ու դեռ միջնադարում է մնացել եւ իր գլխավոր հերոսը դեռ դանակն է։ Այս աշխարհը Ալան Թալանի կողոպուտի եւ աղքատության աշխարհ է ու այսպես դաժան երկրում մենք ապրում ենք ու նման դաժան երկրում լինել չափազանց բարի նշանակում է քեզ կործանել։ Հասկանում եք, սա է մեր խնդիրը, երբ որ մենք պիտի հասկանանք, որ մեր այս հանդուրժելը, բարությունը, մտածել, որ Թուրքի հետ կարող ենք բարեկամանալ, ես չգիտեմ սրան նրան վստահելը, երբ որ աշխարհն այսքան դաժան օրենքներով է ապրում, մեզ տանելի է կործանման, իսկ երբ որ մենք գնացինք կործանման, դրա մեղավորը միայն մենք ենք լինելու։ Ես ինքս գիտեմ միջազգային խաղացողներին, գլոբալ խաղացողներին, այս մութ եւ բաց կազմակերպություններին ինչեր են անում, բայց առաջին մեղավորը դա մենք ենք լինելու եւ ոչ թե պիտի մեղադրենք հայ ժողովուրդ մեր բախտին, այլ պետք է մեղադրենք մեր խելքին, որ հազարամյակներ անց մենք այդպես էլ պատմությունից դասեր չենք քաղում, հասկանալու թե ինչ է կատարվում։ Եվ գիտեք, անտարբերությունը հայ ժողովուրդ ամենամեծ մարդասպանն է, այսքան անտարբեր մի եղեք։ Հիշեք, որ սա կարող է ցանկացած պահի այն ինչ կատարվել է արցախցիների ռազմագերիների հետ, կարող է կատարվել մեզ հետ։ Ես անհամբեր սպասում եմ Մարիամ ջան, երբ գոնե մյուս շաբաթ, որ պետք է գա ինչ-որ տեղից, որ ոտքի ենք դուրս գալիս եւ հարցերը լուծենք։ Ես հուսամ, որ մինչեւ ապրիլի 24-ը այս կառավարությունը չպետք է լինի, այսքանը։ Շնորհակալություն։ Ես ինքս շնորհակալ եմ։